Հանուն Հոր և Որդվո և Հոգվույն Սրբո ամեն։ Եկեղեցին հայկական ծննդավայրն է հոգվույս։ 20-րդ դարի մեծագույն հայ իրականության մեջ արևմտահայ ստեղծագործողներից Վահան Թեքեյանի խոսքերով եմ ուզում այսօրվա քարոզը սկսել։ Եկեղեցին հայկական հոգուս ծննդավայրն է։ Սիրելի քրիստոնյա քույրեր և եղբայրներ, այսօր աշխարհամատրան կանաչ կիրակին է մեր եկեղեցին, որ Քրիստոսի հրաշափառ հարությունից և հրաշափառ համբարձումից հետո առաքյալները հավաքվեցին մի վայրում, որ կոչվեց Վերնատուն, և այնտեղ աղոթք էին վերառակում առ Աստված, այնտեղ պատարագներ էին մատուցվում, և այդ վայրը կոչվեց աշխարհամատուր։ Աշխարհ և մատուր բառերից է կազմված այս բառը։ Մատուր նշանակում է մարտիրոսանոց։ Մարտիրոսների, քրիստոնյա առաջին նահատակների մասունքների վրա կառուցվեց մատուրները և այնտեղ կատարվում էին պաշտամունք։ Աշխարհամատուր, այնուհետև 301 թվականին աշխարհի վրա առաջի տաճարը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կառուցվեց, բոլորս գիտենք այս մասին, համար 1 քրիստոնեական տաճարը 301 թվականին, և սա արժեք է բոլորիս համար, և պիտի լինի արժեք բոլորիս համար։ Ուրեմն ամեն այս օրերին, աշխարհամատրան օրերին, ես խոսում եմ մեր եկեղեցու կարգապահության մասին։ Եկեղեցին այն վայրը չէ, որ մենք մեզ ցուցադրենք։ Եկեղեցին մոդայի տուն չէ և չպիտի լինի մոդայի տուն։ Եկեղեցին ցուցադրավայր չէ, որ մեր հագուստները, մեր կապուստները, մեր ոսկեղենը, մեր փայլուն կոշիկները, մեր տեսքը, մեր մազերի սանրվածքը ցուցադրենք։ Եկեղեցին այն վայրը չէ, որտեղ պիտի գանք մաստակ ծամենք և ոտքը ոտքին դնենք և հեռախոսով զրուցենք չգիտեմ ում հետ։ Եկեղեցին այն վայրը չէ, երբ որ գալիս ենք աղոթելու, առևտուր ենք անում Աստծո հետ։ Այսինքն, թե Տեր Աստված, թվում է, թե մարդը աղոթում է, ասում է. Տեր Աստված, դու այս ինձ տուր, ես էլ քեզ այն կտամ։ Եկեղեցին այդ վայրը չէ։ Եկեղեցին կանանց գլխաշոր ունենալու վայր է, որով Պողոս առաքյալը հստակ տալիս է. կանայք պարտավոր են եկեղեցում լինել գլխաշորով։ Եթե մենք ծալենք գլխաշորը, լուցկու տուփի չափ փոքրիկ, ավելի փոքրիկ մի բան է, անգամ մեր գրպանը դնելու, պայուսակի մեջ դնելու մշտապես, եկեղեցի մտնելուց ունենանք գլխաշոր։ Տղամարդիկ եկեղեցում մուգ ակնոցներով մի եկեք, գլխակն էլ գլխին դրած։ Պողոս առաքյալը ասում է, տղամարդը պետք է եկեղեցում լինի գլխաբաց։ Այս մասին, երբ որ խոսում էի նախորդ տարի, մեր հավատացյալներից մեկը, երևի թե տիկին Նելին, ասեց, որ Տեր այր, ասեց ամեն ամիս, ամեն շաբաթ այս մասին պետք է խոսել, որ եկեղեցին վայր է, որ մարդը հանդիպում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ։ Մարդ, Աստված, ժամադրավայրը այստեղ է։ Եթե մենք գալիս ենք եկեղեցի ոչ այս նպատակով, եթե մենք եկեղեցի գալիս ենք ինքնացուցադրելու, եթե մենք եկեղեցի գալիս ենք միայն մեզ ցուցադրելու, թե մենք հավատացյալ եսիմ ով ենք, եթե մենք եկեղեցի գալիս ենք առևտուր անելու, ինչպես քիչ առաջ ասեցի, եթե մենք եկեղեցի գալիս ենք այս կանոնները չպահելու համար, մենք ավելի լավ է գնանք մոդայի տուն
գնանք ստադիոն, գնանք համերգասրահ, ցանկացած տեղ, բայց եկեղեցի չգանք, որովհետև եկեղեցի երբ որ գալիս ենք, կանոնները չպահելու համար մեր մեղքերը կուտակում ենք, դարձնում ենք կրկնապատիկ, եռապատիկ եւ հազարապատիկ, որովհետև այդ կարճ հագուստները, այդ շորտ կոչվածները, երբ որ մենք հայտնվում ենք այստեղ, մենք գայթակղում ենք մյուս մարդկանց։ Կանայք մտնում են եկեղեցի, ոնց ծովափ մտնեն, չի կարելի, մյուսներին գայթակղում եք, իհարկե մեր հավատացյալներին չի վերաբերվում սա, բայց վայ գայթակղեցնողին, Հիսուսն է ասում, վայ գայթակղեցնողին, ավելի լավ է այդ մարդը իր վզից մեծ մի քար կապի եւ իրան նետի ծովը, Հիսուսն է ասում, քանից թե գայթակղի մյուսներին, մարդը եկել է աղոթելու եւ տեսնում է կարճ ոտքեր, չի կարելի, մի արեք ժողովուրդ, երբ որ քահանան դիտողություն է անում, քահանային սկսում է պատասխանել, վեճի մեջ են բռնվում քահանայի հետ։ Երբ որ քահանան նկատողություն է անում, ասում է, գիտես, դի գլխաշորով մտնես եկեղեցի, այդ քահանան դառնում է այդ մարդու համար թշնամի։ Բա ով ասի այդ մասին ձեզ։ Ով այդ մասին պիտի խոսի ձեզ, սարգավակը, դպիրը, ով պիտի ասի այդ մասին ձեզ։ Հիմա եթե վերքի վրա աղ ենք լցնում, այդ վերքը մռմռում է, ցավ է տալիս, բայց աղը բուժում է վերքը, դեղը դառն է խմելու համար, բայց այդ դեղը օգտակար է մեզ։ Խոսքը երբեմն դառն է, թեպետ մենք փորձում ենք դիտողություն անելուց այնքան նուրբ, քնքուշ, որ մարդու ինքնասիրությունը չվնասենք, բայց այդ մասին ասվում է, պիտի ասվի, երբևիցե մի նեղվեք, մեր ծնողից մենք նեղանում ենք, քահանան էլ ձեր հոգևոր ծնողն է, այդ մասին պիտի ասի, կարգապահության մասին պիտի խոսի միշտ, սա Աստծո տուն է, Աստված ուզում է այստեղ, որ մենք լինենք եւ աղոթքի լինենք իր հետ, եկեղեցին Քրիստոսի մարմինն է, մենք այստեղ հաղորդակից ենք լինում Քրիստոսի մարմնի եւ արյան հետ, պատկերացնում եք մեկը սպորտային զգեստով, օրինակի համար մտնի ժեկ կամ թաղապետարան, չեն թողի։ Դուք մտնում եք այստեղ թագավորների, թագավորի տուն։ Մենք այստեղ պիտի լինենք լուր պիտի լինենք եկեղեցում։ Եթե խոսում ենք միայն աղոթելու համար։ Հայրերից մեկը մի խիստ բան է ասում, եկեղեցու սուրբ հեղինակներից մեկը շատ խիստ բան է ասում։ Մի քիչ ծայրահեղա, բայց ճիշտ է, պիտի հնչեցնեմ, ասում է ով եկեղեցում Աստծո տան մեջ զրուցում է կողքինի հետ, մյուսների հետ եւ այլն, նա խոսում է չարի ականջին, չարի հետ է խոսում։ Հիմա եկեղեցին ինչ է, եկեղեցին այն վայրն է, որ մենք ոչ միայն մեր վերաբերմունքով, ոչ միայն մեր կատարյալ մաքուր սրտով, սա հիվանդանոց է։ Այստեղ մարդը գալիս է ապաքինվելու համար, հոգևոր հիվանդանոց է, մենք գալիս ենք այստեղ մաքրվելու, այստեղ գալիս ենք սրբվելու, այստեղ գալիս ենք աղոթելու, հետևաբար սիրելի հավատացյալներ, աշխարհամատրան այս կանաչ կիրակին, ինչու է մեր եկեղեցին բնութագրել կանաչ բառով, կանաչը բնության կանաչն է, առաջի դարում Քրիստոսի հրաշափառ համբարձումից հետո, հարությունից եւ համբարձումից հետո, երբ որ հիմնադրվեց եկեղեցին ծաղկեց եւ դրվեց կանաչ անուն։ Հիմա հարությունից հետո մեր հոգիները կարծես թե կանաչության բողբոջ վիճակում է եւ տա Աստված, որ ապագային ճիշտ ջրելու դեպքում, ճիշտ խնամքի դեպքում այդ բողբոջը հետո դառնա բերք, դառնա պտուղ
դառնա հոգևոր պտուղ մեզ ամենքիս համար, բայց այդ ամենի համար պետք է ջանք, աշխատանք, ապաշխարություն, աղոթք, մեղքերի թողություն եւ ճիշտ մոտեցում սրբություններին։ Մի բանի մասին եմ ուզում խոսել, այսօր աշխարհում աստվածացվում է իրավունքը եւ ոչ թե պարտականությունը։ Իրավունքը գերակա է այսօր ցավոք սրտի ամբողջ աշխարհում։ Երեխան ունի իրավունք, մայրը ունի իրավունք, հայրը ունի իրավունք, բոլորն ունեն իրենց իրավունքները, բա պարտականությունները ուր մնացին։ Եվ այս ամենը աշխարհը տանում է, պատկերացնեք, բոլոր իրավունքներ ունեն, պարտականություններ չունեն, ուր են գնում, ժողովուրդ։ Ես իրավունք ունեմ սա, եղբայր, իրավունք ունենալուց առաջ դու ունես պարտականություն, սկսած ինձանից, մենք պարտավոր ենք ավելի շատ, քան թե իրավունք ունենք ավելի շատ։ Այս մասին եկեք մտածենք եւ վստահ եմ, որ երբ որ մեր երկիրը հայերս պարտականությունների մասին շատ ավելի շատ խոսենք, հասկանանք, գնահատենք եւ գործենք, պիտի կառուցվի մեր իրականությունը, քան թե իրավունքների, որտեղ ճակերտավոր, այս իրավունքները սատանայական բան կա իր մեջ։ Ես իրավունք ունեմ, ուր է պարտականությունը։ Այսպես մենք չենք կառուցի ոչ մի բան, ոչ մեր հոգևոր ներաշխարհը, ոչ մեր հոգևոր կյանքը, այլ նաև մեր աշխարհիկ կյանքը։ Ուրեմն սիրենք մեր եկեղեցին, սիրենք մեր սրբությունները եւ վստահ եմ, որ Աստված էլ սիրելու է մեզ ամեն։ Եվ